Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ, լավ տրամադրություն ենք ուզում ձեզ հաղորդել և հետաքրքիր կերակուրներ պատրաստել ձեզ համար։ Այսօր իմ հյուրն է, հարգելի հեռուստադիտողներ, հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մամուլյան և ընկերներ գինետան ավագ խոհարար Խորեն Հարությունյանը։ Ողջույն Խորեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Տրամադրությունդ բարձր է։ Այո, ինչպես միշտ։ Ինչ ենք պատրաստելու Խորեն ջան, հետաքրքիր այստեղ բաղադրություն եմ տեսնում։ Այսօր մենք կպատրաստենք հարավային Հայաստանի ուտեստներից մեկը, բլղուրով քաշովի, օգտագործելու ենք կարմիր դոբի, գորիսի, բլղուր, լոլիկ, սամիտ, սող, եւ իհարկե սեր, ժպիտ։ Հյուսիսային։ Այո, հյուսիսային։ Հյուսիսային ժպիտ, զային սեր, հարավային հետ խառնում։ Հա, խառնում։ Շատ լավ։ Ինքը ավելի շատ բասային է, քանի որ չենք օգտագործելու մսային հիմք։ Կենտրոնական որևէ բան չենք օգտագործում։ Իսկ լոբին էլ, քանի որ կալորիականությունը իր մեջ շատ է, փոխարինի սպիտակուցներով, փոխարինի մսին եւ ավելի հագեցնող կլինի մեր կերակուրը։ Հիմա դա ես ձեզ ինչպես միշտ ավանդույթը չխախտենք եւ սխտորը միայն վստահես։ Խնդրեմ սոխը։ Ձեթը դաղվեց, կարող ենք արդեն երևապատել սոխը։ Խոշոր կտորներով փաստորեն սոխը մենք կերևապատում։ Բլղուրը օգտագործվում է խոշորահատիկ բլղուրը։ Իհարկե կարող ենք նաև օգտագործել իմ կարծիքով միջին չափ։ Չէ՞։ Բայց ինձ թվում է ավելի հաջող կստացվի խոշորահատիկ բլղուրով։ Այո, չգիտեմ, միգուցե նաև մեր, այսինքն հասարակական սննդի աշխատողներից մեղքով է, որ շատ ու շատ կերակուրներ դեռ մնացել են ստվերում մեր ազգային, օգտագործվող, ավանդական ասենք, լավ, չասենք ազգային, ավանդական, որ ավանդաբար 5 տարի, 10 տարի, 100 տարի պատրաստվել է այդ կերակուրը, դրանք արդեն ավանդույթ են ձևավորվել։ Մանավանդ շատ քիչ ենք օգտագործում բլղուրով պատրաստվող կերակուրները, ցավոք սրտի, եւ այդ հիանալի նախապատրաստուքի, հիանալի այդ մթերքի ամբողջ այդ հնարավորությունները չենք օգտագործում, ցավոք սրտի։ Մեր սոխը կերևապատվում է։ Դու արդեն բավականին կերակուրներ գիտես բլղուրով, ինչ արձագանք է ունենում այդ կերակուրները, երբ որ դու մատուցում ես։ Ճիշտ ասած, սկզբից որ լսում են բլղուրը, այդքան էլ չեն ուզում օգտագործեն, բայց մենք համոզում ենք եւ օգտագործելուց հետո անդադ ոնց որ գալիս են, օրինակ մենք ունենք վանաքաշովին, նույն բլղուրով ու տահալով պատրաստված, անդադ գալիս ու ասում են, այդ տահալով ուտելիքն ենք ուզում, բլղուրով տահալով ուտելիքն ենք ուզում։ Փոքր աղով հանենք։ Մեր սոխը փոքր վարդագույն երանգ ստացավ եւ կերևապատվեց, պարոն Մամուլյան։ Հիմա կարող ենք ավելացնել կարմիր նախորոք խաշված լոբին։ Եթե պահքի ժամանակ չլինի, կարագով արդեն կարող ենք, այս պահից կարող ենք նաև կարագ ավելացնել։ Մի փոքր էլ աղով կարող ենք լոբին հավանել։ Սևի վար։ Հիմա մենք կավելացնենք սամիթի շերտ, պարոն Մամուլյան, կեսը հիմա, կեսը վերջում կավելացնենք։ Եվ արդեն կարող ենք լցնել բլղուրը։
ու ավելացնենք ջուրը։ Թե Լավ կլինի օգտագործել եռացրած ջուր, որպեսզի բլղուրը իր տեսքը չկորցնի, հատիկ մնա։ այո։ Ավելացնում ենք ջուրը այնքան, մինչև որ բլղուրը ծածկի։ Լոլիկը դնենք։ Լոլիկը կարող ենք հիմա էլ դնել, կարող ենք թողել մի քիչ ջուրը քաշվի, նոր դնենք։ Լավ։ Փակում ենք ապակը եւ ջերմաստիճանը իջացնում ենք, որպեսզի կարողանա բլղուրը հասնի եփել։ Շատ լավ։ Եվ մեզանից որքան կպահանջվի։ Մեզանից կպահանջվի մոտավորապես 10 րոպե ժամը։ 10 րոպե։ Շատ լավ, 10 րոպե հետո արդեն կավելացնենք ինչը որ չենք կարել, հա։ Մեր բլղուրը պատրաստ է արդեն, Շատ պարոն լավ։ Մամուլյան, ջուրը քաշել է։ Հիմա լոլիկները 2 կես կանենք, ջրի, Լավ։ ավելացնենք։ Բլղուրով կարմիր հատիկ լոբով քաշովի։ Ավելացնենք սամիթը, շերտ ևս, և համեմ ենք քիմիոնով։ Փակում ենք կափարիչը ևս 1 րոպե, 1-ից 2 րոպե և արդեն կարող ենք մատուցել։ Մինչ այդ մենք պատրաստենք մատուցման ափսեն, հա, Այո։ մի քիչ ձևավորենք, ինչ կարծիք ես։ Ես ձեզ ամբողջովին վստահում եմ, պարոն Մամուլյան։ Միշտ խոսում ենք բովանդակության մասին, բայց ձևն էլ որոշ դեպքերում շատ կարևոր է, չէ՞։ Իհարկե, մարդ առաջինը համտեսում է աչքերով։ Այսպես դնենք։ Մեկ հատ կարմիր ինչ-որ մի բան։ Երևի արդեն ժամանակն է, լոլիկը կարող է նույնիսկ ուղղակի թեթև տաքանալ, կարծում եմ, չէ՞։ Այո։ Շատ լավ։ Արդեն կարող ենք մատուցել։ Մի անգամ խառնենք։ Շատ գեղեցիկ տեսք է ստացել։ Գույնային համադրությունները շատ լավն են, հոտը Լավն է։ հիասքանչ է։ Համնել թող մեր հեռուստադիտողները պատրաստ են եւ համտեսեն։ Հիմա արդեն կարող ենք մատուցել։ Տես ինքնան ստացվեց, այդ ամբողջ զանգվածը կենտրոնում մնաց, լոլիկները գնացին շուրջը։ Հենց այդպես էլ մենք կարող ենք մատուցել։ Կարծում եմ բավական է։ Եվ այսպես մեր բլղուրով քաշովին արդեն պատրաստ է։ Կարծում եմ եւս մեկ անգամ կարող ենք բացատրել, թե ինչ պատրաստեցինք։ Խոշոր կտորներով սոխը դաղեցինք, սոխարած պատրաստեցինք, այնուհետև խաշված լոբին մի քիչ հետը, շերտ դրեցինք հաջորդը արդեն համեմեցինք սամիթով բլղուրը եւ իհարկե աղ եւ քիմիոնի այն մասը, որ պիտի լցնենք, դրա կեսը։ Ջուր ավելացրինք այնքան, որ բլղուրը ծածկվի, պատրաստ լինելուց 1 րոպե առաջ լոլիկները կտրատեցինք եւ ավելացրինք արդեն վերջնական համեմունքը կտրատված սամիթ եւ քիմիոն։ Եվ ահա, ինչպես Խորենը նշեց,
մեր հարավային կողմի, այսինքն Զանգեզուրի կարելի ասել, բլղուրող քաշովին։ Խնդրեմ Խորեն ջան, դու ինչ ցանկություններ եւ ինչ հորդորներ ունես մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողներին կցանկանամ, որպեսզի ավելի շատ հետաքրքրված լինեն հայկական խոհանոցով, քանի որ մենք խոհարարներս գործի կեսը կանենք, կպատրաստենք, նույնմա ուրիշ մնացած բոլոր մարդիկ հետաքրքրված լինեն եւ այո, նաեւ պահանջկոտ լինեն, պահանջեն, իրականում պիտի պահանջար լինի, որ առաջարկը լինի եւ տեղին, եւ ազգային, եւ նաեւ որակով։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Խորենին, ցանկանանք, որ ինքն էլ շատ հետաքրքրված լինի նախ եւ առաջ հայկականով, հետո իհարկե զարգացման մեջ նաեւ կարող ենք մենք այլ ոլորտներ, այլ խոհանոցներ ուսումնասիրել։ Շնորհակալություն Խորեն ջան, ապրեստում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, կարծում եմ ձեր դուրը նույնպես եկավ։ Կերակուրը ուղղակի հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ հետը կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինի եւ մաղթել, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հավով եւ հաճարով բորանի։ Հավի միս 200 գրամ, հաճար 150 գրամ, լոլիկ 130 գրամ, կծուդակ դեղ 50 գրամ, թթվասեր 100 գրամ, սող, սխտոր, կարակ, ձետ, աղ պղպեղ, բարյախորշակ։